Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր տարվա առաջին օրն է։ Այո, որոշել եմ, որ եթեր եմ մտնելու։ Ձեզ չեմ թողնելու, որպեսզի մենակ մնաք։ Այո, մենք պետք է նշենք նոր տարին, որպեսզի ողջ տարին այսպես ուրախ եւ նոր տպավորություններով, նոր գործերով առաջ գնանք։ Սիրելի հետևորդներ, ինչն է հետաքրքիր, որ լուսինը երկորյակի կենդանակերպում է։ Ամսի 1-ին արդեն անցել է, բայց կապ չունի։ Շփվեք ձեր հարազատների, բարեկամների հետ, նրանց հետ վայելեք կյանքը, ինֆորմացիա, տեղեկատվություն եւ կապեր հենց դա է։ Սիրելի հետևորդներ, ամսի 2-ի ցերեկային ժամերը մի փոքր բարդ են։ Խորհուրդ չեմ տալիս նրանք, ովքեր խմելու հետ սեր ունեն, գինով ցած են, ուղղակի այդպիսի մարդկանցից հեռու եղեք, մանավանդ նրանք, ովքեր ծնվել են աղեղնավոր, ձկներ, երկորյակ եւ կույս կենդանակերպերի վերջին հենց այդ օրերին կամ այծեղջուր, խոյ, խեցգետին եւ կշռ, այդ հենց առաջին օրերին։ Լարվածություն կարող է լինել։ Նրանք, ովքեր անառողջ հոգեկան ունեն, հեռու եղեք այդպիսիներից, ովքեր օգտագործել են ոգելից խմիչք, թմրանյութեր կամ տեսնում եք, եթե մարդը այսպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն հեռու եղեք, մի բառ էլ նրա հետ մի խոսեք, մի թրջեք, որպեսզի խնդիրներ չլինեն։ Սիրելի հետևորդներ, ամենալավ օրերից մեկը հունվարի 3-ն է, բայց ինքը Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում այն շատ բարենպաստ է ընտանեկան հավաքների համար, բայց ուշադիր եղեք, որպեսզի տանը կրկին կոնֆլիկտներ չլինեն։ Խոսքը վերաբերում է հենց ցերեկային ժամերին, այդ ձեր հավաքներին։ Եթե ձեր տան անդամները կան, ապա նրանք, ովքեր կոնֆլիկտային են, մանավանդ խոյ, այծեղջուր, խեցգետին եւ կշռ, այդ կենդանակերպերը թող հեռու լինեն եւ նաեւ իրենք չհրահրեն խնդիրներ։ Այդ օրը հենց լիալուսին է, լիալուսին, որը շատ գաղտնիքներ կբացահայտի ձեր հայր, մայր եւ ընտանիքի անդամների շրջանակներում, որտեղ նաեւ Վեներան է այդ կոնֆիգուրացիայի դերակատարներից մեկը։ Ֆինանսական հարցերը կարող են ուղղակի բացահայտվել այդ խնդիրները։ Ձեր քույր, ձեր եղբայր, նրանք անպայման այդ խոսակցության կիզակետում կլինեն։ Հաջորդ օրը հունվարի 4-ին, 4-ը բարենպաստ է։ Գիտեք, նախորդ օրը շաբաթ, հաջորդ օրը կիրակի, ամսի 4-ը ընտանեկան հավաքների համար է բարենպաստ։ Հավաքվեք ձեր ընտանիքի անդամներով, հիշեք ձեր ընտանիքի անդամներին, ովքեր ձեզ հետ չեն գտնվում, նրանց վառ հիշատակը բարձր պահեք, բայց ասում են, որ կոնֆլիկտներ կան կրկին կիրակի երեկոյան, ոչ հանդեպ այս դեպքում, ոչ զուսպ մարդկանցից ուղղակի ուշադիր եղեք, այցելեք ձեր ծնողներին, այցելեք ձեր բարեկամներին, ովքեր ձեր կարիք ունեն, հավաքվեք ընտանեկան նեղ շրջանակներով եւ փորձեք այդ 2 օրը անցկացնել ձեր ընտանիքի անդամների հետ։ Սիրելի հետևորդներ, հաջորդ օրը առուծի կենդանակերպում է լուսինը առանց ընթացքի երեխաների հետ կապված օր է, օրը կարող եք նվիրել ձեր ստեղծագործական աշխատանքին, բայց հենց ցերեկային ժամերին լուսինը չունի դիրքավորումներ, իսկ դա նշանակում է, որ ուղղակի հանգստացեք, եթե նույնիսկ երկուշաբթի միևնույն է այդ օրը դաս չկա։ Հաջորդ օրը բարդ խնդիրներ, լուսին Ուրան քառակուսի, ֆինանսական խնդիրներ, շատ ծախսել եք, եթե մինչ այդ շատ եք ծախսել, ապա այդ օրը կարող եք ունենալ կոնֆլիկտներ ձեր երեխաների հետ կամ ձեր ճոխությունների համար կնեղվեք։ Օնլայն գնումներ խորհուրդ չի տրվում կատարել, որովհետև կգնեք, հետո կտեսնեք, որ արդյունքը ձեզ չի գոհացնում։ Հունվարի 7-ը ամենաբարենպաստ օրերից մեկն է, ինչ է, որ հենց աշխատանքային օր է, չորեքշաբթի օրը, Մերկուրու օրն է, Մերկուրին կապ, փոխադրամիջոց, խոսակցություններ, կոմունիկացիա ու լուսինը կույսի կենդանակերպում, եթե նախկինում թերի թողած գործեր ունեք, սիրելի հայրենակիցներ, այդ օրը, որտեղ իջնող հանգույցի հետ միասին է, այդ օրը կարող եք թերի թողած գործերը, հաշվապահությունները, ղեկավարների հետ խոսակցությունները լուծել եւ հնարավոր է նույնիսկ ամսի 7-ի օրը դուք ստանաք պարգևատրումներ։ Այս դրական ասպեկտը բարենպաստ է հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածների համար, մանավանդ այստեղ տեսնում լուսինը կույսում, արևը այծեղջուրում եւ ցուլերի համար բարենպաստ է, որովհետեւ մեծ տրիգոն դիրքավորում է ձևավորվում։ Փաստորեն ամսի 7-ը բարենպաստ էր հունվարի, տեսնենք 8-ը ինչ վիճակ է,
8-ն էլ բարենպաստ է, փաստորեն նոր աշխատանքային process-ի մեջ ներգրավելու, ճիշտն ասած նոր լուսին չէ, բայց շատ դրական դիրքեր կան, Ուրանը ցուլում, լուսինը կույսում, Արև, Վեներա, Մարս, այդտեղ սա ստեղծարար, ստեղծելու, ֆինանսներ, գումարներ վաստակելու, աշխատելու, աշխատանքում հաջողություններ ունենալու երկու կարևոր օրերը, սիրելի հետևորդներ, հունվարի 7 կամ 8, հենց տոները վերջացան, իմացեք, որ դուք ներգրավում եք աշխատանքի մեջ և ունենում եք մեծամեծ հաջողություններ, եթե ճիշտ եք կարողացել կառավարել ձեր իսկ գործերը։ Գնացինք առաջ, հաջորդ օրը ամսի 9-ին, ցերեկային ժամերին, լուսինը կշեռքի կենդանակերպում ամուսնության գործընկերային հարաբերությունների համար է բարենպաստ, կարող եք գրանցել, այն երկու օրն էլ կարող եք գրանցել ամուսնությունը, ամսի 7-ին, 8-ին, լուսինը կույսում է, մի քիչ այսպես փակ նշանում է, բայց քանի որ մոլորակային դիրքավորումները բարենպաստ են, ապա այդ ամուսնությունը եկամտաբեր կլինի ձեզ համար կայուն եկամուտներ ու երկարատև հարաբերությունների սկիզբ կարող է լինել։ Մեզ ուղղակի խանգարում է այս ամսի 9-ի մի կողմից դրական դիրքեր, մյուս կողմից լարված դիրքավորում, Արևը այծեղ ջուրում, Մարսը այծեղ ջուրում մոտենում է Արևին եւ նաեւ Վեներան այծեղ ջուրի կենդանակերպում ամսի 10-ի դրությամբ ուղիղ դիրքավորումն է եւ 9-ին ձեր բոլոր կարևոր գործերը կատարեք, նշանադրություն, ամուսնություն, այդ բոլոր արարողակարգերը, որովհետեւ սիրելի հետևորդներ, ամսի 10-ին անբարենպաստ օր է միջանձնային հարաբերություններ ստեղծելու, ընտանիք կազմելու, աշխատանքի համար դիմելու, ղեկավարների հետ փոխհարաբերություններ, գործընկերային հարաբերությունները կարող են ուղղակի այսպես թուլանալ, բարդ կոնֆլիկտային հարաբերություններ, որին կարող է նպաստել մարդկանց ամբիցիաներ, որովհետև այծեղ ջուրը դա ամբիցիաների կենդանակերպ է, իսկ Մարսը այստեղ կոնֆլիկտներ է հրահրում, Վեներան տալիս է տրամադրության անկում, մյուս կողմից էլ լուսինը կշեռքում ուղղակի անկայուն կապերը, անկայուն հարաբերությունները եւ նաեւ ձեր գործընկերները կարող են խոչընդոտել ձեր առաջընթացին։ Թող ուշադիր լինեն այծեղ ջուր, խոյ, խեցգետին և կշեռ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները։ Հաջորդ օրը հունվարի 11-ին լուսինը ցերեկային ժամերին գտնվում է կշեռքի կենդանակերպում, արդեն երեկոյան ժամերին այն կարիճում կլինի, միևնույն է կոնֆլիկտային վիճակը դեռ շարունակվում է, բայց ամսի 10-ը բացառիկ անբարենպաստ օր է։ Ճիշտ է, դրական դիրքեր կան, օրը բարենպաստ է այստեղ ձկներ, ցուլ, կույս և կարիճ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, բայց ամսի 10-ի այդ բարդ իրավիճակը հստակ ազդեցություն է ունենալու այծեղ ջուր, խոյ, խեցգետին և կշեռ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների մոտ, նաև ամսի 11-ը մինչև ցերեկային ժամերը։ Ամսի 12 հունվարի լուսինը կարիճի կենդանակերպում, կարիճը բարդ նշան է, բայց եկեք տեսեք, որ այն երկու օրվա խնդիրները հնարավոր է լուծվեն, ֆինանսական հաջողություններ կարող եք լուծել, կարող եք ձեր պարտքերը տալ, կարող եք գումարներ վերցնել փոխառություններ, խորհուրդ չեմ տալիս վարկեր վերցնեք, սիրելի հետևորդներ, ես գիտեմ, որ վարկերը հետագայում դժվար է կարողանում մարել, բայց կարող եք եկամուտներ ստեղծել, հանրային գումարները ձեր տնօրինության տակ կլինեն և կարող եք, եթե գումարներ ունեք, կարող եք ուղղակի դրանք ներդնեք կարևոր գործի մեջ, նույնիսկ կարող եք բանկում ներդրումներ կատարել ավանդների ձևով և ֆինանսական հաջողություններ, կայուն եկամուտներ ստանալու օր է այդ օրը։ Հաջորդ օրը տեսնում եք լուսինը կարիճում, կրկին նմանատիպ իրավիճակ, այս դեպքում կարիճը քանի որ նաև ժառանգության և կտակի կենդանակերպն է, հնարավոր է, որ Յուպիտերի հետ բարեդրացիական դիրքերը եւ այստեղ նաև արև լուսին դրական դիրքեր, արև այծեղ ջուրում, լուսինը կարիճում ձեր հարազատները որոշեն, որ ձեզ տալու են կամ դրամական օգնություն, կամ կարող է կտակեն իրենց բրականան ձեզ վրա։ Համենայն դեպս ֆինանսական հաջողություններ կամ այնպիսի մեկը, որը կարող է լինել կին, լուսինը կարիճ կենդանակերպում, որը ֆինանսական միջոցներ ունի, ձեզ հնարավոր է օգնի, որպեսզի դուրս գաք բարդ իրավիճակից։ Եթե որոշել եք բնակարան գնել, 12 և 13 ամենաբարենպաստ օրերից մեկն է հունվարի։
Գնացինք առաջ, հունվարի 14-ին Լուսինը աղեղնավորում, նրանք ովքեր ճանապարհորդելու են ուշադիր եղեք չկորցրեք, ձեր իրերը անսպասելի իրավիճակներ չլինեն, բայց այն կարևորը միջազգային հարաբերություններ ստեղծելու համար, միջպետական, կարող եք ճանապարհորդել, կարող եք բուհական ձեր բոլոր քննությունները հանձնեք, նոր կրթության համար մտածեք, նոր կապեր ստեղծեք արտերկրի հետ, Լուսինը աղեղնավորի կենդանակերպում է այն, ինչը կապված է օտար երկրների հետ, այն, ինչը հեռվում է, ուրեմն օգտակար է։ Առաջ են գնում Լուսինը աղեղնավորի կենդանակերպում ամսի 15-ին առանց դիրքերի, Լուսինը ազատ ընթացքով է գնում, ուղղակի կարևոր գործերը սելի հետևորդներ ավելի լավ է նախորդ 2-3 օրը կատարեք, որպեսզի արդյունք լինի։ Լուսինը երբ որ ոչ մի դիրքավորում չի ունենում ինչ որ մոլորակի հետ, ապա այն արդյունավետ է։ Ձեր բոլոր գործերը արտերկրի հետ կապված, թռիչքների հետ կապված, ավիատոմսերի, պայմանավորվածությունների, տրեյնինգների, դասընթացների, որոնք նաև միջազգային են, ձեր գործողումները ցանկալի է, որ այդ ամենը դուք կատարեք հունվարի 14-ին, 15-ը ասում եմ, արդյունավետ չի։ Հունվարի 16-ին Լուսինը ցերեկային ժամերին գտնվում է աղեղնավորի վերջում, արդեն երեկոյան 18:00-ից հետո այն կանցնի այծեղ ջուրի կենդանակերպ, բարդ փոխհարաբերություններ Սատուրնի Նեպտունի հետ, ուշադիր եղեք խաբեություններից, որը կարող է տեղի ունենալ արտասահմանում, սահմանը հատեց, այստեղ Սատուրն, Նեպտուն դա համակարգող մարմիններ են, որոնք կարգուկանոն են պահանջում, ուշադիր եղեք չմոռանաք կարևոր փաստաթղթերը, ուշադիր եղեք այնպիսի օղակներից, այնպիսի գերատեսչություններից, որոնք իրականացնում են այսպես ստուգումներ, մանավանդ արտերկրում, օվկիանոսներից այն կողմ, այո, ուշադիր եղեք, բարդ է, որպեսզի չգան, ստուգումներ չանեն եւ ձեզ համապատասխան այդ պատիժը չներկայացնեն կամ այդ թուղթը, որը ձեզ համար հաճելի չի լինի, թող ուշադիր լինեն աղեղնավոր ձկներ, երկորյակ եւ հույս կենդանակերպի վերջին այդ օրերի ծնվածները։ Հաջորդ օրը հունվարի 17-ին Լուսինը այծեղ ջուրում, այծեղ ջուրը պետականություն, պետական ադմինիստրատիվ համակարգ, ղեկավարներ, դա մարդու վարկանիշն է, օրը արդյունավետ չի, որովհետև Լուսինը չունի դրական դիրքեր։ Եթե հանրօգուտ աշխատանք եք կատարելու բարձրացող հանգույցը ձկներում, այն կօգնի ձեզ, որպեսզի դուք այդ աշխատանքում ունենաք հաջողություններ, բայց խորհուրդ չեմ տալիս ոչինչ գրանցել, սկսած բիզնեսից, նոր պրոյեկտներից, այդ ամենը կարող եք կատարել ոչ թե հունվարի 18-ին, որը լարված օր է, այդ օրը ոչինչ չենք անում, այլ հունվարի 19-ին նորալուսին, սիրելի հետևորդներ, հունվարի 19-ին, որը այծեղ ջուրի կենդանակերպում է արև, Մերկուրի, Մարս, այդ բոլորը գտնում են այծեղ ջուրի կենդանակերպում, Լուսինը արդեն ջրհոսի կենդանակերպ է անցած լինելու ցերեկային ժամերին, նոր գործեր, նոր ծրագրեր, նոր մեգա նախագծեր, ակտիվություն սոցիումում, ակտիվություն ձեր վարկանիշը պահելու, ակտիվություն բոլոր այն գործերում, որտեղ կա նախաձեռնություններ, նոր ծրագրեր, նոր պրոյեկտներ, նոր նախագծեր, որոնք հնարավոր է հաջողությամբ ընթանան, որովհետև դրական դիրքերը Ուրանի հետ տալիս է ֆինանսական կայունություն, Սատուրն, Նեպտունը ձկներում, ձեր եթե հստակ ժամկետներում են, եթե ձեր ծրագրերը նրանք ամեն ինչը չափի մեջ են եւ ժամկետների, եւ ֆինանսների բատնելու, եւ նաեւ այդ ամենը ստանալու առով, ապա դուք կունենաք մեծամեծ հաջողություններ։ Ինձ եթե գրում եք նոր գործ եմ ուզում սկսել, ապա այդ գործը սկսեք հունվարի 19-ին, օրն էլ երկուշաբթի։ Հաջորդ օրը հունվարի 20 Լուսինը առանց ընթացքի ջրհոսում, ընկերներ, գաղափարակիցներ, գովազդներ, բայց կարող է արդյունք չունենալ։ Ձեր կարևոր գործերը կատարեք ամսի 19-ին։ Հունվարի 21-ն էլ արդեն ցերեկային ժամերին Լուսինը ջրհոսից անցնում է ձկների կենդանակերպ, ձկների երազանքներ, ֆանտազիաներ, արդեն հետտոնական օրերն են, հնարավոր է դեպրեսիայի մեջ ընկնեք, հնարավոր է հիշեք անցյալը, հնարավոր է տրամադրության անկում լինի, իսկ այդ օրը կարող եք, քանի որ չորեքշաբթի օրը, Մերկուրի օրն է, կարող եք առանձնանալ, ձեր առանձին այսպես մի վայրում մի տեղ նստեք եւ զբաղվեք գրագրությամբ։ Իսկ եթե որոշել եք հիշել անցյալը, ապա պետք չի տխրել։ Յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր մեկը գալիս է մեր կյանք, այն իր գործն է անում, կատարում, թողնում է հուշեր
և գնում է այլ աշխարհներ, եթե կհիշեք ձեր հարազատներին։ Եվ զբաղվեք գրագրությամբ, հին նոթատետրերը բացեք, հին թերի թողած գործերը բացեք, որպեսզի կարողանաք ձեր հոգեկան այդ անհանգստությունը լրացնել ինֆորմացիայի տեղեկատվության այդ ձեռքբերմամբ։ Հաջորդ օրը ամսի 22-ին Լուսինը ձկներում դրական օր, այ պետք չի տխրել, չորեքշաբթի օրը մի կերպ կարող եք անցնել, հինգշաբթի օրը ամենաբարենպաստ օրերից մեկն է, աղոթքի համար է բարենպաստ, ձեր երազանքները կատարելու առումով է բարենպաստ, կհանդիպեք ձեր տան անդամներով, բանկային գործարքներ եթե ցանկանում եք կատարել, տուն ձեռք բերել, ապա այդ օրը բարենպաստ է, ձեր բոլոր երազանքները կարող են կատարվել և ամսի 22-ին հունվարի և հունվարի 23-ին և մի այսպիսի գեղեցիկ աղոթք կա. Տեր Աստված, պարգևիր մեզ ֆիզիկապես, հոգեպես, մտավոր առողջ երեխա, Տեր Աստված, ներիր մեր գիտակցված և չգիտակցված մեղքերը, ազատիր կարմայի կապանքներից։ Հենց այս երկու օրը հունվարի 22-ին, 23-ին կբացվեն երկնքի դարպասները և հնարավոր է առաջինը ձեր իսկ աղոթքը կատարվի, եթե դուք սրտանց եք աղոթել և եթե իրոք ձեզ պետք է այդ մեծ հաջողությունը։ Իմացեք, որ անպայման այդ օրերի աղոթները իրենց տերերին կգտնեն։ Հաջորդ օրը Լուսինը խոյի կենդանակերպում է, դրական բարենպաստ օր, շաբաթ օր, Լուսինը խոյում, ակտիվություն, ամսվա վերջն է, կարող եք խոյի կենդանակերպում բարենպաստ դիրքերով, նոր ալուսին, նոր գործեր սկսելու, եթե նրանք ովքեր տնային տնտեսուհիներ են, կարող եք մաքրել բնակարանը, ակտիվ եղեք, գնացեք տարբեր կենտրոններ, որտեղ մարզումների միջոցով կարող եք կոփել ձեր մարմինը, ինչևէ նոր գործեր սկսելու լավագույն ժամանակահատվածն է, որովհետև արդեն իսկ մոլորակների փունջը տեղափոխվել է ջրհոսի կենդանակերպ, այդ նոր գործերը, այդ նոր հետաքրքիր մոլորակային դիրքավորումը առավելապես բարենպաստ կլինի օդի և կրակի ազդեցության տակ ծնվածների համար։ Օդի կենդանակերպերը ջրհոս, երկորյակ և կշեռ, կրակի կենդանակերպերը խոյ, առյուծ և աղեղնավոր։ Եվ հաջորդ երկու օրը, հաջորդ օրը 25-ը կիրակի օր կոնֆլիկտների մեջ չեք մտնում հարազատների, բարեկամների հետ, հաջորդ օրը ֆինանսական խնդիրներ կարող են բերել ձեզ երկուշաբթի օրը, ուշադիր եղեք, ձեր հաշիվները ստուգեք, օնլայն գնումներ չանեք, որպեսզի չկորցնեք գումարները, ձեր ծախսերը կարող եք մի քիչ սահմանափակել և ուշադիր եղեք, որպեսզի այն մասնագետները, որոնք պարբերաբար զբաղվում են դրամների շորթմամբ, չներխուժեն ձեր բանկային հաշիվ։ Մի տվեք ձեր ծածկանունը, գաղտնագիրը կամ ձեր մուտքանունը ինչ-որ մեկին։ Այդ օրը բացառիկ անբարենպաստ է հունվարի 26-ը ֆինանսական գործունեություն, ֆինանսական գործարքներ կատարելու համար։ Հունվարի 27-ը Լուսինը ցոլում, այս օրը կարող եք վարկեր վերցնել, պարտքերը փակել, կարող եք ներդրումներ կատարել, հնարավոր է շահույթներ ունենաք, այս օրվա գրանցված ամուսնությունը հունվարի 27 կբերի ֆինանսական, նյութական բարեկեցություն։ Հունվարի 28-ին Լուսինը երկորյակի կենդանակերպում, կրկին բարենպաստ օր, խոսակցություններ, բանակցություններ, գրագրություն, գովազդներ, ջրհոսը դա համախոհներ են, համացանց են, կարող եք ձեր միտքը, ձեր խոսքը հանրայնացնել և այն կարող է ընդգրկել մեծ հանրային լսարան, ձեր խոսակցությունները, ձեր բանակցությունները ֆինանսի և նաև նորանոր ծրագրերի այդ առումով հնարավոր է հաջողությամբ պսակվել։ Հունվարի 29-ը կրկին կապեր, շփումներ, Լուսինը երկորյակում, խոսակցություններ, ինֆորմացիայի տեղատարափ, տեղափոխություն, տեղեկատվություն, դասընթացներ, համացանցային, միջպետական նույնիսկ և կապեր, շփումներ, որոնք կտան մեծամեծ արդյունքներ։ Հունվարի 30 անբարենպաստ օր և հունվարի 31 այդ երկու օրերը այն առումով են անբարենպաստ, որտեղ հնարավոր են հրահրվեն կոնֆլիկտներ, կարող եք նեղանալ ձեր հարազատներից, ձեր մայրիկներից, ձեր տան անդամներից, այդ երկու օրերը ուղղակի ուշադիր եղեք և նաև խաբեություններից կարող է ինչ-որ լուր լսեք, որը ձեզ հնարավոր է դուր չգա հունվարի 30 և 31։ Այսքանը սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ,
որ դիտում եք ալիքը։ Շնորհակալ եմ, որ ակտիվ մեկնաբանություններ եք գրում։ Ես որոշեցի, որ հենց այս օրով պետք է ելույթ ունենամ եւ պետք է ներկայացնեմ ողջ ամսվա մոլորակային դիրքերը, որպեսզի դուք կարողանաք հանգիստ ծրագրել ձեր կյանքը։ Եվ սիրելի հետևորդներ, նաև շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք ալիքին եւ կիսվում եք հաղորդումներով։ Ասել եմ, չէ, դեպքեր են լինում, ես տեսնում եմ մինչեւ մի քանի հազար անց կիսվել է հաղորդումներով։ Էլ չեմ ասում, որ հազարավոր մարդիկ ուղակի իրենց հավանումներն են դնում իմ հաղորդումների տակ։ Իսկ դա նշանակում է, որ ես հարօգուտ աշխատանք եմ կատարում։ Ես ինքս իմ զարգացման ուղին եմ բռնել, ձեզ էլ օգնում եմ, որպեսզի միասին, միահամուռ ուժերով կարողանանք ներդաշնակ ապրել տիեզերքի հետ։ Լավ եղեք սիրելիներս, սպասեք հաջորդ շաբաթ։